Ինչպես չսիրեմ հեզությամբ լցված դու յոթնապատիկ խոցված տիրամար, որքան որ ելան այրունի տագահ, դու կամավոր զոհ բոլորը տհիշ, դու հավետ եղար անարատ վկա, չարերի կոխան, խաչված իմ երկիր, որպես առատխունք աշխարհի համար պարզեցիր անպարտ, հեզ ընդունեցիր երթում ու երկունք, դու արքայաբար վեհ ու անհպարտ, ժամը ել նորից իմ ծիրանավար, զրահավորվիր խանդով խնդագին, վառիր երկունքի գիշերում խավար, հրով մկրտված նայրյան հոգին։ Պոեզիան հոգու լեզուներից մեկն է, որը երբեմն արտահայտում է այն, ինչը բառերով դժվար է արտահայտել։ Ասում են, որ լավ բանաստեղծությունը կարող է կյանքում ինչ-որ բան փոխել։ Մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն է։ Տոնը ամենամյա է։ Այս տոնը հռչակվել է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Բարև ձեզ աշխարհի հայեր, այսօր պոեզիայի միջազգային օրն է, համաշխարհային օրն է։ Պոեզիան, բանաստեղծությունը ինձ համար աղոթք է առ Աստված։ Պոեզիան մաքրում է մարդու հոգին եւ նրան մոտեցնում է Աստուն։ Բանաստեղծությունը դա հոգևոր հաց է։ Առիթից օգտվելով ես ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գրական ընկերներին, գրչակից ընկերներին, մաղթելով առողջություն, խաղաղություն, այս դժվար ժամանակներում կարողանանք մեր գրիչը նաև դարձնել զենք։ Մեկը իմ սիրտը փշրելով անցավ ու հեգնությունով նայում է վերս, սակայն չեմ կարող ես նրան ատել, սիրում եմ նրան։ Իմ կյանքը մի նոր մշուշ է պատել, գուրգուրում է ինձ մի լույս հանգրվան։ Մեկը իմ սիրտը փշրելով անցավ, օ, քաղցր արբունք, օրհնված եք դուք, սեր, ցնորք ու ցավ, օրհնված եք դուք, երկիր, երկ ու կյանք։ Որը անցավ տարին, սակայն դու կաս իմ ընկեր, մենք միասին քայլում էինք ու միասին հրժվում, լավ կլիներ հանդիպեինք, լուր նայեինք մենք իրար, ափսոսում եմ նորից որ դու կար։ Պոեզիայի համաշխարհային օրը նպատակ ունի աջակցել բանավոր պոեզիայի ավանդույթի վերադարձին, պոեզիայի հանրացմանը, պոեզիայի եւ արվեստի այլ ճյուղերի, ինչպես օրինակ թատրոն, պար երաժշտություն, նկարչություն, երկխոսության կայացմանը։ Տոնը ձգտում է աջակցել փոքր հրատարակիչներին, ստեղծելով գրականության եւ պոեզիայի գրավիչ կերպար հանրային տեղեկատվական դաշտում, որպիսի այն այլևս չդիտարկվի որպես արվեստի հնացող ճյուղ։ Եվ ջահել ենք չենք հասկանում, որն է ճիշտը, ով գիտի։ Գուցե գինին մի բան ասի, փորձեմ, թեև ով գիտի։ Քանի տարբեր ճամփ հետում եմ, ճամփի վերջը, ով գիտի։ Որով գնամ, որը թողնեմ, լավն ու վատը, ով գիտի։ Դու իմ հայրենիք, դու իմ մայր ջավախք, ապրում ես արդեն դարեր շարունակ, մեծ ցավ ես տեսել սիրտդ է խոցված, թշնամու կողմից դու միշտ հալածված, քանի գաղթեր ես տեսել քո գրկում, սակայն դիմացար դու այդ նենք ցավին, եւ աբուլիտ պես դու վեր հառնեցիր, եւ քո աղոթքով Աստծուն դիմեցիր, օ իմ Տեր Աստված, պահիր ջավախքս, պահիր այս մի բուռ հողը քո ձեռքում, քո սերունդները դեռ պետք է ապրեն, եւ քո անունը մեծ շուքով փառաբանեն։ Գրել եմ բազմաթիվ բանաստեղծություններ, հատկապես ամենատպավորիչը դա հայի ցավն է, որը ես այդ բանաստեղծության մեջ տեսնում եմ իմ հայ մշակույթը, հայի ապրումը, հայի այն ցավը, որը մինչ օրս կա, դարերից եկած։ Գրել եմ իմ ծննդավայր ջավախքիս մասին, ջավախք աշխարհիս մասին։ Գրել եմ Մոր սիրտ բանաստեղծությունը, որը շատ հուզիչ բանաստեղծություն է, մինչև այսօր չեմ կարողանում մինչև վերջ կարդալ կամ արտասանել այդ բանաստեղծությունը։ Սակայն պոեզիան դեռ իմ մեջ եղել է մանկուց։ Ես ընդհանրապես համարվում եմ արվեստագետ, արվեստասեր մարդ,
Ոչ միայն պոեզիայի, ինչպես գիտեք, տարբեր բնագավառներում ես ստեղծում եմ, աշխատում եմ։ Այսօր այս օրը ինձ համար հիշարժան օր է, որովհետև այսքան ժամանակ ոչ ոք չէր խոսել այս ամենի մասին, որ ես զբաղվում եմ ստեղծագործությամբ, գրում եմ բանաստեղծություններ, քառատողեր, բնութագրեր։ Եվ շատ ուրախ եմ, որ դուք կաք եւ մեր ջավախահայության այն երիտասարդներին, պատանիներին, ովքեր ունեն այս տաղանդը, աջակցում եք, օգնում եք, նկարում եք, տարածում եք ամբողջ ջավախքով եւ ամբողջ աշխարհով։ Շնորհակալություն։ Բանաստեղծություններս ունեն տարբեր բովանդակություններ, տարբեր իմաստների, տարբեր թեմաների, սակայն ինչպես սկզբում նշեցի, ամենատպավորիչը դա հայոց ցավն է, հայի ցավն է։ Տարապանք ես տեսել, դու իմ ժողովուրդ, տեսել ես գաղթեր, տեսել ես ջարդեր, կսկիծը հոգումդ դու նորից ապրել եւ հայրենիքդ նորից շենացրել։ Անգուտ աշխարհում մինչ օրս ահա նորից գաղթում ես դու քո մայր հողից, նորից հեռանում թախից աչքերիդ, նորից կարոտն խեղդում է ամեն պահ։ Լավ բանաստեղծությունը ստիպում է կանգ առնել, զգալ, խորհել եւ կամ նույնիսկ վերագրել ինչ-որ բան նոր ձևով։ Պոեզիան տալիս է այն ազատությունը, որը հնարավոր է, որ մարդ չունենա կյանքում։ Պոեզիան չի ենթարկվում խիստ կանոնների, անգամ եթե չկան չափ ու ռիթմ։ Բանաստեղծն ազատ է իր երևակայությամբ։ Գրել եմ ջավախք բանաստեղծություն դեռ փոքր ժամանակից, բանաստեղծությունս գրել եմ սարերում եւ ջավախքով շրջակայել եմ ես տարբեր ջավախքի տարբեր մարզեր, տարբեր գյուղեր, տեսել եմ ժողովրդին, տեսել եմ նրանց առօրյան հոգսը եւ այդ բանաստեղծությունն էլ դեռ փոքրուց եմ գրել, սակայն հետո վերամշակելով ավելի լավն եմ դարձրել։ Բանաստեղծությունը դա սովորական բան չէ։ Եվ ջավախք աշխարհը ներկայացրել է բազմաթիվ բանաստեղծների, դե ամենաշատը ես սիրում եմ Եղիշե Չարենցին, Եղիշե Չարենցի երաժշտեսա բանաստեղծությունն եմ հոյակապ սիրում, եւ կին բանաստեղծուհիներից սիրում եմ Սիլվա Կապուտիկյանի Քելելաուն, որը դեռ մանկուց արտասանել եմ, դեռ ավելի ճիշտ 5-րդ դասարան առաջին անգամ ես արտասանեցի այս բանաստեղծությունը։ Գիշեր ցերեկ նույն երգն է իմ ունկերում, ձայնի տեղակցուխն է ելնում այդ մտքից, ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ, քելելաո, քելերթանք մրերգիր, արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ, մանգաղն ուսած գաղթի մախախը մեջքին, դեռ քայլում է սարով ձորով աշխարհով, քելելաո, քելերթանք մրերգիր։ Պոեզիան ժամանակ չի ճանաչում։ Դեռ դարեր առաջ գրված տողերը մեզ կարող են հուզել այնքան, ինչքան ժամանակակից գրերը։ Պոեզիան լեզու է, որի միջոցով խոսել ու խոսում են բանաստեղծները։ Այն երկաթե թռչուն է, որի մի թևին բառերն են, իսկ մյուսի զգացմունքները։ Եթե ուզում եք զգալ սիրո, հայրենասիրության, թախիծի, կարոտի ու ուրախության բույրը, ապա մի դադարեք կարդալ եւ զգալ պոեզիան։